Հայոց ցեղասպանությունը դա միայն սգի եւ ցավի պատմություն չէ, դա նաեւ հերոսական էջ է, որը պետք է ոչ թե թաքցնել, այլ ցույց տալ դրա ավելի կարևոր երեսը, թե ինչպես առանց մտավոր կենտրոնի, առանց մտավորականության եւ առանց երիտասարդության մնացած հայ ժողովուրդը շատ դեպքերում կարողացավ ջարդել պետական ամբողջ ապարատի աջակցություն ունեցող թուրքական բանակը։ Ցեղասպանության ամիսներին հայությունը որոշ վայրերում կարողացավ համախմբվել եւ միահամուռ պայքար մղել իր գոյության իրավունքը պաշտպանելու համար։ Ընդ որում, արևմտահայությունը համեմատաբար քիչ զոհ ունեցավ միայն այն վայրերում, որտեղ կարողացել էր համախմբվել եւ դիմադրություն ցույց տալ։ 1915 թվականի ապրիլից մոտ 22-23 հազար հայ բնակչություն ունեցող Վան քաղաքը, ունենալով մոտ 500 գործող հրացան, ուղիղ մեկ ամիս հերոսաբար դիմադրեց մոտ 15 հազարանոց թուրքական կանոնավոր բանակին։ Քաղաքի ներքին ինքնակազմակերպումը այնպիսի բարձր մակարդակի էր հասել, որ աշխարհից թուրքական պաշարումով կտրված Վանը վառոդ էր արտադրում, ապահովված էր միջդիրքային լոգիստիկան, պարենի եւ ռազմամթերքի մատակարարումը։ Հերոսական դիմադրության շնորհիվ Վանի եւ Վիլայեթի մոտ 200,000 հայ կարողացավ ապահով գաղթել ռուսական կայսրության տարածք։ Երիտ թուրքերը կատաղի դիմադրության են հանդիպում նաեւ Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասում։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Տեղի հայերը կազմում են զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Դեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող Բերդում, որը թշնամին շրջապատում է։ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14-ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը եւ փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի եւ հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալ շրջապատումից։ 1915-ի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը գրոհում է մի քանի ուղղությունով։ Ծանր մարտերից հետո հայերին հաջողվում է ճեղքել հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են Բերդ եւ գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։ 1915-ի հուլիսի վերջին ստանալով գաղթելու հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է զինվորական խորհուրդ Տիգրան Անդրեասյանի, Հաբետ Իսկենդերյանի գլխավորությամբ։ Մուսալեր է բարձրանում ավելի քան 4000 մարդ։ Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում թշնամուն։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։ Բերում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։ Թշնամի մեծ ուժերով հրետանու աջակցությամբ կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին եւ գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները սակայն հավաքելով իրենց ուժերը անակնկալ հարձակում են ձեռնարկում եւ հետ շպրտում թշնամուն։ Որոշ անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս չի դիմում ակտիվ մարտական գործողությունների, այլ ավելի սեղմում պաշարման օղակը, հայերին դատապարտելով դանդաղ սովամահության։ Չնայած ծանր դրությանը, հայերը պահպանում էին ոգու արիությունը։ Այսպիսի օրինակները մոտ 30 տասնյակ են՝ Մուշ, Սասուն, Բիթլիս, Ուրֆա, Ագդաղ, Չաթի եւ այլն։ Սա ապացույցն է այն բանի, որ հայության լուր մորթվելու թեզը շինծու է եւ առանց գիտական հենքի։ Ավելին, այն ծառայում է որոշակի նպատակների, ինչպես օրինակ ներշնչել ժամանակակից հայությանը, որ փոքր մարդկային եւ նյութական ռեսուրսներով հնարավոր չէ պայքարել ավելի շատ հնարավորություններ ունեցող պետությունների եւ համակարգերի դեմ։ Համակերպվելով ու ենթարկվելով միայն ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին։ Պետք է մի կողմ դնել անապատներում գլուխը կախ մորթվելու գնացող հայ մարդու մասին արհեստածին եւ կեղծ պնդումը։ Հայը 110 տարի առաջ չգնաց լուռու մունջ կոտորվելու այնպես, ինչպես 2023-ին Արցախում։ Կռվեցին չնայած քիչ հնարավորությունների, կռվեցին չնայած ավելի քան 8 ամիս տևած շրջափակման պատճառով հյուծված էին, կռվեցին չնայած մենակ էին ու օգնություն ստանալու բոլոր հնարավոր աղբյուրներից զրկված։